Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Թե Սյունիքում, թե Տավուշում սահմանին ապրող տեղացիները հաստատում են, կրակոցների ձայներ լսում են։ Ամեն օր կան։ Վարչապետն հայտարարում է, զինվորականներին հրամայել է չխախտել հրադադարը։ Հայաստանի վարչապետը Ադրբեջանին առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել։ Նույն տեղում, նույն պահին Բաքվից արձագանք չկա։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, իշխանափոխության իրենց ծրագրերը ուժի մեջ են, իսկ թե ով բերեց Նիկոլին բանավեճը, այս անգամ ՀՀԿ իշխանություն բանավեճի թեմա էր։ Ձեր ամփորացեշին մեր դռանը մի կապ է։ Ժողովրդի ասած այն էշեշ խոսալու պահն է, էլի։ Եղանակային վատ պայմաններ, թե արհեստական խոչընդոտներ, որն է Լարսի անցակետի փակման պատճառը այս անգամ։ Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցով Ադրբեջանում է, առաջիկայում ակնկալվում է նրա այցը Երևան։ Ոչ չափից ավելի լավատես, ոչ հոռետես, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը առաջին անգամ մեկնաբանել է Վաշինգտոնի հետ բանակցությունները։ Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ սահմանին շարունակում են կրակոցներ հնչել։ Մի քանի օր առաջ Սյունիք այցելած վարչապետը, որ տեղացիների հետ անվտանգության և տնտեսական կայունության մասին էր խոսում, այսօր խորհրդարանի ամբիոնից խոստովանեց. Այո, ադրբեջանցիները կրակում են, բայց այդ կրակոցների մեծ մասը չթիրախավորված է։ Սա է գուցե պատճառը, որ Փաշինյանը զինվորականներին հրամայել է պատասխան կրակ չարձակել։ Թե Սյունիքում ու թե Տավուշում տեղացիները հաստատում են, կրակոցների ձայներ են լսում։ Ինչ նպատակով են կրակում ադրբեջանցիները, սահմանին ապրողներին անհայտ է։ Խնածախի բնակիչների վկայությամբ կրակոցների այս ամենօրյա ռեժիմը գրեթե մեկ ամիս շարունակվում է։ Ձայներ լսում, կրակոցները կան, ամեն օր կան, 10-20 նկար, նորից 12-ից դե նրանից հետո չեմ մանում էլ չեմ լսել։ Բայց կրակոցները ամեն օր կան։ Լինում է, որ մի քիչ թույլ եք լսում, հետո մի քիչ ուժեղանում է, թե նույն ձևի տենց հեռվից լսվող կրակոցներ են։ Դե ճիշտ ասած հիմա այդ կրակոցների վաղ այնքան դուրս չեն գալիս, անը մեջին չեմ կարում կողոլ, այդ կրակոնով էս որտեղից է։ Արդեն մարդ վախենում է, որ այդ ժամանակ տնից դուրս գա։ Վարչապետը, որ նորերս Սյունիք էր այցելել, այսօր խորհրդարանի ամբիոնից այս կրակոցները բնութագրեց որպես չթիրախավորված, հաստատեց, որ վերջին մեկ ամսում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները հաճախակի են, անգամ ամենօրյա, եւ որ դրանք լսվել են Հայաստանի մի քանի բնակավայրերում։ Միևնույն ժամանակ շեշտեց, որ այս ընթացքում Խնածաղ գյուղում թիրախավորման 2 կոնկրետ դեպք է արձանագրվել։ նշանալ կրակոցները կամ Ադրբեջանի զինված ուժերում անկարգապահության հետևանք են կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը եւ ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։ Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Հայաստանի ղեկավարը կրկին Ադրբեջանին առաջարկեց ստեղծել սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննությունների համատեղ ամենօրյա գործող մեխանիզմ։ Փաշինյանն այս առաջարկի մասին դեռ 1 տարի առաջ էր խոսել, սակայն Ադրբեջանը մինչ օրս որևէ կերպ չի արձագանքել։ Այս համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Սյունիքի մարզի Խնածախից լուսանկարներ էր հրապարակել ու հայտնել, որ ադրբեջանցիների կրակոցներից վնասվել է գյուղի մշակույթի տան շենքը։ Կրակոցները ուժ երեկոյան էին, երբ շենքում մարդ չէր եղել, ուստի տուժածներ չկան։ Ավելի վաղ նույն գյուղում ադրբեջանական կրակոցներից վարչական ղեկավարի տունն էր վնասվել։
Երեք անպատասխան թողնելով հրադադարի խախտումներն ուսումնասիրելու մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը, Բաքվից միայն հայտարարել էին, թե խաղաղ բնակավայրերի ուղղությամբ չեն կրակում ու նշել իբրև թե համարժեք միջոցներ են ձեռնարկում միայն ադրբեջանական դիրքերը հրետակոծող հայկական զինված ուժերի սադրանքներին ի պատասխան։ Պարբերաբար հնչող կրակոցների մասին հայտնում են նաև Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղից։ Վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը հաստատեց, որ երեկ երեկոյան նույնպես ձայներ լսել են հեռվում, իրենց համար անհասկանալի ուղղությամբ։ Վերջին շաբաթներին երբեմն կրակոցներ լսել են նաև սահմանային Գեղարքունիքի մարզում։ Եվ այս կրակոցների ֆոնին Հայաստանի ղեկավար ազգային ժողովում նորից հայտարարել է, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ բարդությունների կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Ինչ վերաբերում է սահմանային կրակոցներին, Փաշինյանը Ադրբեջանին կոչ է արել հետաքննել նշված դեպքերը եւ ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։ Կոչը տեղ կհասնի, թե բայց եւ այնպես այդ կրակոցները հստակ մեսիջներ են։ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանն է կարծիք հայտնել։ Տեսեք, ես անկեղծ իրականորեն կզարմանամ, եթե հիմա Ադրբեջանում ընդհանրապես որևէ քայլ ձեռնարկեն Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկով կամ կոչով, որոնք խնդիրը այսինքն նույնիսկ անդերներ չեն, ցավոք սրտի ուժային հավասարակշռությունը այն չէ, որպեսզի Հայաստանի ղեկավարի կոչը կամ պահանջը կամ առաջարկը Ադրբեջանում լուրջ քննարկման առարկա դառնա։ Ինչ վերաբերում է կրակոցներին, ակնհայտ է, որ այս ամբողջ պատմությունը, այդ թվում նաև Ադրբեջանի պնդումները, որ մարտի 16-ից սկսած արդեն երևի 30 կեղծ հայտարարություն են տարածել, որ Հայաստանն է կրակում, դա միտում ունի նաև միջազգային հանրության շրջանում ձևավորել տպավորություն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների գնալով սրվում են, եւ ամենայն հավանականությամբ սա կարող է ավարտվել նոր էսկալացիայով։ Դին Ադրբեջանի խնդիրը դա է, ինչ որտեղ ձևավորել են կալում, որ նոր էսկալացիան սպասելի է։ Այսինքն կարող ենք ասել, որ Երևանից անընդհատ հնչող խաղաղության կոչերը նաև այդ էսկալացիան կասեցնելու միտում ունեն։ Ես կարող եմ ասել, որ թերևս Հայաստանի Հանրապետության հայտարարությունները, որ կրակոցների թիրախային չեն, միտումնավոր չեն կամ ուղղված են, ասենք, ոչ կարգապահ զինվորների կամ հրամանատարական կազմի գործողությունների հետևանք են, ես կարող եմ ասել, որ սա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է անել ամեն ինչ եւ անում է ամեն ինչ հնարավոր էսկալացիայից խուսափելու համար կամ ավելի ճիշտ այսպես ասենք զրկելու Ադրբեջանին ճակերտավոր լեգիտիմ հիմքերից էսկալացիայի գնալու համար։ Դա հասկանալի է, որ ընդհանրապես լեգիտիմ հիմքեր այլ պետության վրա հարձակվելու համար չկան, բայց Ադրբեջանը փորձում է ինչ-որ լեգիտիմ հիմքեր ձևավորել, իմ գնահատականով եւ նաեւ վարչապետը կարծես այսօր նշեց, որ պատերազմ չի կարող լինել, որտեղ պատերազմի համար որևէ հիմք չկա։ Երևի հույս ունեն, որ անընդհատ հայտարարելով, որ պատերազմի համար լեգիտիմ հիմքեր չկան, հայտարարելով, որ ադրբեջանական կրակոցները անկարգապահության հետևանք են եւ այլն, փորձում են չսրել իրավիճակը եւ ամեն կերպ հետաձգել, գիտեմ, մենք կարող ենք օգտագործել եւ հետաձգել տերմինը եւ խուսափել տերմինը, գիտեմ, նրանք ցանկանում են խուսափել, թե ցանկանում են պարզապես հետաձգել էսկալացիան, բայց հասկանալ է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը հիմա սա է անել ամեն ինչ, որպեսզի չլինի էսկալացիա։ Նիկոլ Փաշինյանը այսօր ազգային ժողովում Բաքվին առաջարկեց խաղաղության համաձայնագիրը եւ ԵԱԿ Մինսկի խումբը լուծարելու դիմումը ստորագրել զուգահեռաբար նույն օրը։ Նիկոլ Փաշինյանի առաջարկին սակայն Բաքվից դեռ չեն արձագանքել։ Փոխարենը Ադրբեջանը շարունակում է նախապայմանների լեզվով խոսել եւ պնդել խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի սահմանադրությունից անկախության հռչակագրի մասին հիշատակումը վերացնելուց եւ Մինսկի խումբը լուծարելուց հետո։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների կառավարությունը եւ անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Վարչապետ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում է ԵՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել։ Եվ նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը եւ թե երկրորդը։ Խաղաղության համաձայնագրի տեքստը կողմերը համաձայնեցրել են 1 ամիս առաջ։ Նախքան ստորագրելը Բաքուն պահանջում է լուծարել Ղարաբաղյան հարցի լուծման համար ստեղծված Մինսկի խումբը եւ փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։
Գործընթացը սկսելուց առաջ Փաշինյանն ուզում է համոզվել, արդյոք լայն մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելու պահանջը հակամարտությունը Հայաստանի ինքնիշխան տարածք տեղափոխելու նպատակով չէ, եւ որպեսզի կողմերի մտահոգությունները փարատվեն, այս հարցերը նույն պահին ու նույն վայրում պետք է լուծվեն։ Սա ընդ որում պաշտոնական առաջարկություն է։ Նիկոլ Փաշինյանի առաջարկին Բաքվից դեռ չեն արձագանքել։ Երկու փաստաթղթերի միաժամանակյա ստորագրությամբ էլ ոչինչ չի փոխվի, մտահոգությունները չեն փարատվի, համոզված է Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Ինչպես կարող են երաշխավորել Ադրբեջանը նոր պահանջներ չներկայացնելու, եթե հիմա արդեն բանակցային սեղանին առկա բոլոր պահանջները վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը։ Ուզում եմ հասկանալ, Մինսկի խումբը մենք հենց այն պահին պիտի լուծարենք, երբ որ Մինսկի խմբի համանախագահ երկրների հարաբերություններում դրական դինամիկա կա եւ իրենք սկսել են խոսել արդեն իրար հետ եւ գուցե այդ ֆորմատը աշխատի։ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի Հանրապետությունից տարածքներ է զավթել եւ ոչ մի մետր չի նահանջել։ Այս պահանջները կատարելուց հետո էլ խաղաղություն չի լինի։ Հայաստանին նոր պահանջներ է պարտադրելու, կարծում է ընդդիմադիր падգամավորը։ Եկեք նայենք բանակցությունների դինամիկան 5 տարիների։ Ադրբեջանի քանի պահանջ է հնարավոր եղել սեղանից դուրս բերել նրա պահանջները կատարելով։ Մինսկի խմբի կարիք հիմա կա ավելի շատ, քան եղել է հակամարտության կարգավորման ամբողջ ընթացքում։ Չգիտի էլ ինչ առաջարկի, որ ձեռք բերի մի թուղթ, որի վրա գրված է խաղաղություն։ Էս է խնդիրը։ Արցախցիներն էլ են դատապարտում Փաշինյանի Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամությունը։ Հույս ունեն, որ այս ճանապարհով դեռ հնարավոր է առաջ մղել Արցախ վերադառնալու իրավունքը։ Խիստ դատապարտելի է, որ Արարատ Միրզոյանը կլինի, Նիկոլ Փաշինյանը կլինի, թե պաշտոն զբաղեցնող կոնկրետ անձինք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության այդ մեխանիզմները վիժեցնում են։ Վարչապետին հարցեր տվեցին միայն իր թիմակիցները։ Բաքվի մյուս պահանջից սահմանադրության փոփոխությունից էլ խոսեց Հայաստանի ղեկավարը։ Բաքվից պահանջում են Հայաստանի մայրօրենքից ջնջվի անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակվում է Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։ Համարում են, որ սա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է։ Հայաստանի սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինը անպեկանելի որոշմամբ սահմանել է, որ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Խնդրում եմ ոտքի կանգնել։ Սահմանադրական դատարանը 7 ամիս առաջ է որոշել, որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա երկրի մայրօրենքում։ Եթե իսկապես մտահոգված են եւ սա խաղաղության պայմանագիրը տապալելու պատրվակ չէ, Հայաստանի վարչապետը առաջարկում է խաղաղության համաձայնագիրը ստորագրել, խորհրդարանով վավերացնել ու դարձնել սահմանադրությունից ավելի բարձր ուժ ունեցող փաստաթուղթ։ Եվ խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի Հայաստանի սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է. Մեջբերում եմ. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Մեջբերման ավարտ։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ եւ հետեւաբար խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը։ Հայկական կողմի պնդումները, որ Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունեն, Արցախի էջն էլ փակված են համարում, չեն փոխել Բաքվի դիրքորոշումը։ 3 օր առաջ Անտալիայում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հավաստիացումներն էլ չհամոզեցին ադրբեջանցի գործընկերոջը։ Փաշինյանի կառավարությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսել է։ Նախատեսում են 2027-ին ավարտել։ Չի բացառվում, որ ավելի շուտ էլ հանրաքվե անցկացնեն։ Փաշինյանն արդեն հայտարարել է, իշխող թիմում նման առաջարկներ կան։ Մինչ հայկական կողմը վստահ է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի թե ոչ նշանակալի առաջընթաց կա, թուրքական կողմը այսօր բավական կոշտ հայտարարություններ է հնչեցրել Երևանի հասցեին։ Թուրքիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Երևանին մեղադրել է Ադրբեջանի հետ սահմանին հրադադարը խախտելու համար։ Բաքվի հետ հարաբերություններն էլ բնութագրել է մեկ ազգ, մեկ բանակ կարգախոսով։ Արմենստան Թուրքիա Մինչ Հայաստանի արտգործնախարարը թուրքական լրատվամիջոցին վստահեցնում էր, թե Երևանը, Անկարան ու Բաքուն երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանն ու կայունությանը, թուրք պաշտոնյան Բաքվից հայտարարել է Հայաստանը պետք է խելքի գա եւ առաջին հերթին հենց դա պետք է անի։
Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ թուրքական խորհրդարանում պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի այս հայտարարությունը հնչում է հայ-թուրքական բանակցություններից բառացիորեն մի քանի օր անց։ Թուրք պաշտոնակիցների հետ հանդիպումները Երևանը դրական է գնահատել։ Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը սակայն այդպես էլ չի հստակեցրել, ինչու է Անկարան ձգձգում։ Երկկողմ պայմանավորվածությունները միայն շեշտել էր, Հայաստանի մեղքով չէ։ Մենք մեր կողմից մեր անելիքը արել ենք եւ սպասում ենք, որպեսզի թուրքական կողմը կատարի։ Այդ հետաձգումը ինչով է պայմանավորված, բացատրություն կար։ Նորություն չկա։ Եվ մինչ Երևանում սպասում են երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման ուղղված Անկարայի քայլերին, Էրդողանի մերձավոր դաշնակիցը Բաքվում թուրք-ադրբեջանական միասնական բանակի ստեղծման աշխատանքներից է խոսել եւ հավաստիացրել, գործընթացը շարունակվում է։ Մեր երկու երկրները պետք է շարունակեն պաշտպանության ոլորտում միասին գործել։ Այդ աշխատանքի հաջողության գրավականներից մեկը համատեղ զորավարժությունների անցկացումն է։ Աքարը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ղեկավարում էր թուրքական զինուժը, Երևանին հիշեցրել է վերջին պատերազմների հետևանքները եւ դարձյալ ընդգծել Անկարայի դերակատարությունը Ադրբեջանի ռազմական հաղթանակներում։ Շուշիում ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը։ Հայաստանն առաջիկայում պետք է գիտակցի իրականությունը եւ ընդունի այդ փաստերը։ Պետք է հնարավորինս արագ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը։ Երևանն էլ հայտարարում է, որ ինքն է մեկնել իր ձեռքը, բայց Ալիևի վարչակազմը չի շտապում սեղմել այն։ Կողմերը մեկ ամիս առաջ են հայտարարել խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին, բայց փաստաթղթի ստորագրման համար Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունն ու լուծարի ՀՀԿ Մինսկի խումբը։ Սրան զուգահեռ արդեն մի քանի շաբաթ է Երևանը սուտ է որակում Բաքվի մեղադրանքները, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի ռազմական գերատեսչությունն է լուսանկարներ հրապարակել, ցույց տալու, որ ադրբեջանցի զինվորականներն են թիրախավորել Սյունիքի մարզի բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Թուրքիայի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյանն այս հարցին էլ է անդրադարձել, բռնելով Բաքվի կողմն ու Հայաստանին մեղադրելով հրադադարի խախտումների համար։ Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն Ադրբեջանի հետ սահմանին զուր ջանքեր են, դրանով ոչնչի չի հասնի։ Հուլուսի Աքարն ընդգծել է, այսօր աշխարհում ուժերի համաշխարհային հավասարակշռությունը փոխվել է, ավելացել են հակամարտությունները։ Անհրաժեշտ է հաշվի առնել համաշխարհային իրադարձությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա։ Ազգային անվտանգության ապահովումը հնարավոր է միայն ուժեղ բանակի առկայությամբ։ Սրա ապացույցն է Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում։ Ղարաբաղյան հաղթանակն օրինակ դարձավ ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլև թուրքական աշխարհի, ամբողջ աշխարհի համար։ Աշխարհում այս պահին ստեղծված պայմաններում հուսալի ապավենը բանակն է, եզրափակել է թուրք պաշտոնյան։ Իսկ ով ի վերջո կդառնա Գյումրիի քաղաքապետը, արդեն երրորդ շաբաթն է, ինչ սա ներքաղաքական կյանքի ամենամեծ ինտրիգն է։ Ազգային ժողովի նախագահն այսօր այս թեմայից խոսել, ակնարկելով, որ իրենց թեկնածուն Սարիկ Մինասյանը քաղաքապետ ընտրվելու շանսերը դեռ չի կորցրել։ Արեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում մի շարք այլ թեմաների ևս անդրադարձել է, մասնավորապես ինչու Փաշինյանը ի տարբերություն նախորդ տարվա այս անգամ որոշեց մայիսի 9-ին մասնակցել հաղթանակի 80-ամյակի տարեդարձի մոսկովյան տոնակատարություններին։ Խորհրդանի անցուդարձը Շողի Գալստյանն է ամփոփում։ Ազգային ժողովում այսօր քննարկվում է կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման արդյունքների եւ ընթացքի մասին զեկույցը։ Այստեղ են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները։ Նշեմ, որ հարցերին այսօր պատասխանել է ազգային ժողովի նախագահը Ալեն Սիմոնյանը, անդրադարձել է վաղը Գյումրիում սպասվող ավականու նիստին։ Այդ նիստին ենթադրվում է, որ պետք է ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Գյումրու արտահերտ ընտրություններից հետո անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը արդեն հայտարարել են, որ իրենց քվեներով կաջակցեն, որ քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Ալեն Սիմոնյանը այսօր անդրադարձավ հնարավոր այս սցենարին եւ հետագայում նաեւ ընդդիմադիրների հետ ավականիում աշխատանքին։ Ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ այն ուժը, որը ամենաշատ ձայներն է հավաքել, նաև քաղաքապետ ընտրի, իսկ այն մնացած տարբերակները ես չեմ կարծում, որ ժամանակի եւ իրականության մեջ աշխատող տարբերակներ են լինելու եւ դա կարծում եմ բացասական ազդեցություն կունենա Գյումրու հետ կապված բարեփոխումների, աշխատանքների, որովհետեւ այդ նմանատիպ չակերտավոր մեկ ժամյա, մեկ գիշերվա կոալիցիան չեմ կարծում, որ կկարողանա ապահովի
բնականon գործունեությունը։ Ազգային ժողովի խոսնակն այսօր անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան սպասվող այցին։ Նիկոլ Փաշինյանը այս տարի մասնակցելու է մայիսի 9-ի միջոցառումներին։ Անցած տարի վարչապետը չէր մեկնել Մոսկվա։ Ես նշեմ, որ նախորդին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն էր խոսել Ռուսաստանում սպասվող այդ միջոցառումների մասին եւ հայտարարել, որ Եվրամիությունը հստակ է իր դիրքորոշման հարցում, որ անդամությանը ձգտող երկրները չպետք է մասնակցեն այդ միջոցառումներին։ Ըստ ռուսական լրատվամիջոցների այդ միջոցառումներին մասնակցելու հրավեր են ստացել Սերբիան եւ Սլովակիան։ Այսօր լրագրողները Ալեն Սիմոնյանին հարցրին. արդյոք Հայաստանը, որ ձգտում է դեպի Եվրամիություն եւ անդամակցության հավակնություններ ունի հետագայում, արդյոք մտահոգություն չունեն, որ մեկնելով Մոսկվա նաեւ կարող է սա բացասական անդրադարձ ունենալ կառույցի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Այդ հաղթանակը, մայիսի 9-յան հաղթանակը մեր հաղթանակն է։ Մենք 300,000 զոհ ենք տվել, 300,000 մարդ, հայ մարդ գնացել եւ չի վերադարձել, ել չեմ ասում, որ ներողություն եմ խնդրում, բայց դիմադրության շարժումներում տարբեր դաշնային զորքերում էլի հայեր են եղել, որոնք մասնակցել են, դա մեր հպարտության օրերից մեկն է եւ ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ եւ այլ տենց բաների հետ։ ԵՄ-ի շատ ու շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, բանակցում են, խոսում են, այսինքն այդ Հայաստանը պետք է իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծակի ինչ որ մի, չգիտեմ, ԵՄ-ի պաշտոնյա դա իրանց տեսակետն է, սա մեր տեսակետն է։ Կարող է ինչ որ մի երկրի այլ քայլ դուրս չգա, բայց կներեք մենք մեր շահերը եւ մեր տեսլականը եւ մեր ուղղությունը։ Պարոն իսկ անցած տարի մեր հաղթանակը չէր այդ մայիսին։ Դե մեր հաղթանակն էր, անցած տարի նախ հարմար չէր, որովհետեւ այլ պատճառներ կար, էլ չեմ ասում հիմա 80-ամյակն է եւ կլոր հոբելյանական տարի է եւ գիտեք ինչ, ամեն տարի աշխարհը իրականությունը եւ ամեն ինչ շատ փոխվում է։ Սերժ Սարգսյանը հայտարարում է իշխանափոխության իրենց ծրագրերը ուժի մեջ են։ 2018-ի իրադարձությունները իշխանազավթում որակելով երրորդ նախագահը հայտարարել է, որ ինքն ու իր թիմը 7 տարի առաջ պարտվել են տարածաշրջանում իրենց հաշվարկներ ունեցող ուժերին, ում պատկերացումները Հայաստանի եւ Արցախի մասին չէին համապատասխանում հանրապետականի պատկերացումներին։ ՀՀԿ 35-ամյակին նվիրված հավաքին Սերժ Սարգսյանը չի շրջանցել նաև ընդդիմադիր դաշտում վերջին շրջանում ամենից հաճախ հնչող հարցը. ով բերեց Նիկոլին։ Մեր նպատակակետը հստակ է եւ անփոփոխ։ Այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է։ Եթե մեզ հետ կողք կողքի երբեմնի պայքարողների նպատակն այսօր այլևս նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկ տեղվել։ Հիմա եթե իշխանազավթում եղել է, նշանակում է Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը։ Եթե դրսերից այլ ուժեր են արել, ուրեմն ինքը ավելին Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցությունը մասնակցել են դրսից իրականացված հեղաշրջմանը ստացվում է։ Եթե սուտ խոսելու մրցույթ լիներ, այս կառավարությունը կդառնար համաշխարհային չեմպիոն։ Խոստացան խաղաղություն, ստացանք պատերազմ։ Խոստացան բարեկեցություն, ստացանք արտագաղթ։ Խոստացան պաշտպանել Արցախը, հանձնեցին Արցախը։ Հանգիստ ապրեք, սիրելի հայրենակիցներ, քանի դեռ իշխանությունները հանուն խաղաղության չեն որոշել, որ ձեր տունն էլ է սահմանային վեճի առարկա։ Նման հարցերի պատասխանը տալիս է ժողովուրդը ընտրությունների ժամանակ։ Եթե ընտրությունների 2026 թվականին կլինեն ընտրություններին, ժողովուրդը կտա ձեր հարցի պատասխանը։ Դուք կարծում եք մինչ այդ ժողովրդին չի հաջողվի համախմբել ընդդիմադիր դաշտին ձեզ հեռացնելու օրակարգի շուրջ։ Ոչ, իհարկե չի հաջողվի, որովհետև ժողովուրդը մեղմ ասած լավ կարծիք չունի ձեր նշած անձի մասին, օրինակ։ Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե գալիք ընտրություններից առաջ պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել։ Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետվում, դուք բերեցիք Նիկոլին թեզը, մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը։ Անցյալ, որը ոմանց համար միգուցե ազնիվ մոլորություն էր, իշխանության փոփոխությամբ
իրենց կյանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածված գործողություններ, սուտ խոստումներով իշխանությունը զավթելու նպատակի հետապնդմամբ։ Ձեր համբուրացեշին մեր դռանը մի կապեք։ Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018 թվականի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանին ցիտելով։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Դե հետևաբար ժողովրդի ասած այն էշեշ խոսալու պահն է, էլի։ Եղանակային վատ պայմանները, թե արհեստական խոչընդոտներն են այս անգամ փակել Լարսի ճանապարհը, ռուսական կողմից հազարավոր մեքենաներ թողնելով հերթի մեջ։ Վարորդների պնդմամբ բավական է անցնել Հայաստանը Ռուսաստանին կապող այս միակ ցամաքային ճանապարհով եւ միանգամից հասկանալ, ինչ վիճակում են Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները տվյալ պահին։ Լեռնանցքում ձյուն եւ մերկասառույց է։ Արդեն շուրջ 7 օր է գիշերուց 3 Լարս մեկնող բեռնատարների վարորդները սոցիալական ցանցերի փակ խմբերում տեսանյութեր են հրապարակում, պատմելով, թե ինչ իրավիճակ է ճանապարհներին։ Պաշտոնական տվյալներով ռուսական կողմից շուրջ 5000 մեքենա հերթում է, թե դրանցից քանիսն է հայկական։ Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանն արդեն տևական ժամանակ է տեղեկություններ չի փոխանցում։ Ճանապարհ առհասարակ չկա, ամեն ինչ ձնով է պատված։ Եղանակն իր հերթին է փակում ու բացում դեպի Լարս տանող ճանապարհները, արհեստական խոչընդոտներն իրենց հերթին։ Ազատությանը պատմում է Լարսի ճանապարհներին տարիներ անցկացնող մի բեռնատարի վարորդ։ Նրա խնդրանքով ձայնը փոխած է, անունն էլ չենք հրապարակում։ Լարսում 4 գիծ կա, որ բեռնատարներն ենք անցնում, եւ 4-ում կա անձնագրային ռեժիմ։ Չի եղել այսքան ժամանակ, որ ես գնամ 4-ից գոնե 2-ն աշխատի կամ 5-ից։ Աշխատում է միշտ մեկը։ Ու ուտեղ հերթ է։ Այդ 4-ից 5-ս ավտոմատ կերպով սպասում ենք, որ այդ մի պասպորտ կոնտրոլը բոլորիս պեչատները խփի, որ հերթով անցնենք։ Լարս միասա մի քաղաքական անցուղի է ասա, պատմում է վարորդը, շարունակելով, եթե մամուլ էլ չկարդաս, Հայաստանը Ռուսաստանին կապող այս միակ ցամաքային ճանապարհով անցնելիս միանգամից կհասկանաս, թե այդ պահին ինչ հարաբերություններ ունեն Ռուսաստանն ու Հայաստանը։ Տեսնում են հայկական համարներով բեռնված մեքենա է, կանգնացնում են, վերջ։ Պիտի այդ կաշառքը տաս։ Ես օրինակ տենց նկատել եմ, երբ որ տենց Հայաստան-Ռուսաստան տենց մի քիչ կոնֆլիկտային կամ տենց մի քիչ լարված իրավիճակ է, ու չգիտես ինչի մեկ է սկսում են ընդեղի այդ ոստիկաններ ու տրանսպորտնիկները ворս են հայտարարում հայ վարորդների նկատմամբ։ Եթե բեռնատարի պետհամարիչը մի քիչ տենց, այսպես ասած, գոլդ համարներ ա լինում, ասում է, значит, начальник богатый, ասում է, մի քիչ փողը շատ տուր։ Ներկայանալ չցանկացող վարորդը պատմում է, երբ Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները բարի դրացիական են, ստուգումները հեշտ ու արագ են, երբ լարվածությունը բարձր է, իսկական փորձություններ է սկսվում։ Ապրանքից քանի տեսակ ունենք նմուշարու են վերցնում, ուղարկում են իբրև հետազոտության։ Դա կարող է տևի մի ամիս, կարող է տևի 40 օր, դրա համար օրը 1000 ռուբլի փող ենք տալիս տայանքում տանգնելու համար, եւ դրան գումարած իրանք մեքենա դասմոտր են անում, ամբողջ գրուզը դատարկում են բարի բուն իմաստով փողոցում, բաց երկնքի տակ, ոչ մի ծածկ չկա, որ այդ ապրանքը չփչանա, վերջ անձրևա գալի, ձուն ա գալի, կամ վերջը փոշի ա, սնունդի հետ ա գործը, ու ոչ մի դասմոտը չի իրականացում։ Ուղղակի ոնց որ դիտմամբ այդ պատոններով բեռնված ապրանքը հանում են, շարում են դուրս, հետո մտցնում են ներս, ու դրա համար ապրանքի տերը ավելյալ գումար ա տալի, կոնկրետ 120,000 ռուբլի։ Եղել են դեպքեր, երբ Հայաստանից Ռուսաստան հասցրած իրենց բեռները սուպերմարկետները բավականին դժվարությամբ են ընդունել, թեև ըստ մեր զրուցակցի նախնական պայմանավորվածությամբ են ապրանքը խանութ հասցրել։ Լարսի ճանապարհին, հատկապես ռուսական կողմում, հերթերը շրջանցելու տարբերակներ գիտեն։ Վարորդները կլորի գումարներ են վճարում քաղաքացիական հագուստով մարդկանց, որոնք նրանց նկարագրմամբ տարածքում կարծես տիրոջ իրավունքով են շրջում։ Եթե ունի ավել գումար, որ պատրաստ է վճարի, այդ վարորդը տեղ չի սպասում հերթին օրերով։ 2000 ռուբլի։ Չմիից տայանքից դուրս են գալի, միջև վերևից տայանքին, չմիից հետո մի հատ է տայանք կա։ Դա ինչ որ մեկի հովանում երկու են անում։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը դեռ 1 տարի առաջ էր հայտարարել, հավանաբար 2025-ի վերջին պատրաստ կլինեն շուրջ 23 կիլոմետր երկարությամբ ասֆալտ-բետոնե երկշերտ ճանապարհը, 5 կամուրջ ու 5 թունել։ Դրանք վրացական կողմի պնդմամբ կկրճատեն վարորդների ճանապարհը, եթե հիմա վարորդները Թբիլիսիից Ստեփանցմինդա են հասնում 2.5 ժամում, ապա դրանք շահագործման հանձնելուց հետո 1 ժամ 45 րոպե կտևի ճանապարհը։ Մեր զրուցակից բեռնատարի վարորդն անհամբեր սպասում է, որ այդ ճանապարհը շահագործվի։ Ասում է, թեկուզ տարբերությունը շատ չէ, բայց հերթերում քիչ կմնան։ Որ հիմա ձյունը ու չեն կարողանում սարը բարձրանանք, բացի դրանից ձնը հալք է լինում, ձյունը թափվում է ճանապարհներին, դա էլ է խոչընդոտ հանդիսանում։ Այդ ճանապարհը որ լինի, արդեն այդ սարը չենք բարձրանա։ Այսօր էլ երրորդյա 4 սնունդը պատրաստած ճանապարհ է ընկնում, որ բեռը Լարսով Ռուսաստան հասցնի։ Ընկերները ռուսական ու վրացական կողմերից մի կերպ են կապի դուրս գալիս։ Հեռախոսներն անհասանելի են, զգուշացնում են, ձյունը չի դադարում, դժվար անցանելի ու տեղ-տեղ էլ անանցանելի է ճանապարհը նաև Հայաստանի որոշ հատվածներում։ Միջազգային լրահոսից Դոնալդ Թրամփը Ուկրաինայում ընթացող պատերազմի համար կրկին մեղադրել է Բայդենին, Զելենսկիին և Պուտինին։ Իսկ ինչ փուլում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շուրջ երկխոսությունը, որը նախաձեռնել էր հենց ինքը Տրամփը։ Կրեմլից արձագանքում են, համաձայնագրի հստակ շրջանակ դեռ չկա։ Իսկ այս ընթացքում ռուս-ուկրաինական ճակատում իրադրությունը մնում է լարված։ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում արդեն 3 տարուց ավելի ընթացող պատերազմի համար կրկին մեղադրել է ինչպես ԱՄՆ նախկին, այնպես էլ Ուկրաինայի ու Ռուսաստանի գործող նախագահներին։ Biden could have stopped it, and Zelensky could have stopped it, and Putin should have never started it. Everybody's to blame. ԱՄՆ նախագահն ասել է, որ Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին կարող էին կանգնեցնել պատերազմը, սակայն չեն արել, իսկ Վլադիմիր Պուտինն առհասարակ չպետք է սկսեր այն։ But that's a war that should have never been allowed to start. Երբեք չպետք է թույլ տրվեր, որ այս պատերազմը սկսվեր։ Բայդենը կարող էր կանգնեցնել այն, եւ Զելենսկին կարող էր կանգնեցնել այն, իսկ Պուտինը երբեք չպետք է սկսեր։ Բոլորն են մեղավոր։ ԱՄՆ փոխնախագահն իր հերթին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որը CBS News-ին տված հարցազրույցում ասել էր, թե Վենսն արդարացնում է Պուտինի գործողությունները։ JD Վենսն ասել է, որ ինքը 2022 թվականից ի վեր դատապարտում է Ռուսաստանին, սակայն դրանից հետո փորձել է հասկանալ երկու կողմերի նպատակները, եւ դա չի նշանակում, որ աջակցում է Ռուսաստանին։ Ըստ Վենսի նման հռետորաբանությունը միանշանակ անարդյունավետ է։ Կարծում եմ անհեթեթ է, երբ Զելենսկին ասում է, որ ամերիկյան կառավարությունը, որն այժմ աջակցում է նրա ողջ կառավարությանն ու ռազմական ջանքերին, ինչ որ կերպ ռուսների կողմն է։ The Wall Street Journal-ը հղումանելով իր աղբյուրներին իր հերթին գրում է, թե Թրամփի թիմում տարաձայնություններ կան Ռուսաստանի հարցում վարվող քաղաքականության շուրջ։ Ըստ պարբերականի Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փորձում են նախագահային համոզել ավելի զգույշ լինել Մոսկվայի հետ հարաբերություններում եւ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել։ Մինչդեռ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այլ տեսակետ ունի եւ նախագահը կիսում է այն։ Թերթը գրում է. Թրամփը այդուհանդերձ դեռ կիսում է Միացյալ Նահանգների բանագնաց Սթիվ Ուիթքոֆի տեսակետը, ով Մոսկվայում Պուտինի հետ 2 անգամ հանդիպելուց հետո կարծում է, որ նա ցանկանում է խաղաղություն հաստատել։ Այս ֆոնին Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատներն օրինագիծ են պատրաստել, որը նախատեսում է աջակցել Ուկրաինային, այդ թվում երկրի վերականգնման հարցում։ Ըստ Reuters-ի այն նախատեսում է նաև ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որպեսզի այն դադարեցնի պատերազմը։ Պարզ չէ, սակայն հանրապետականները կհամաձայնեն դրան, թե ոչ։ Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային առաջարկել է մայիսի 9-ից եւս 90 օրով երկարաձգել 2022-ից հայտարարված ռազմական դրությունը։ Երեկ էլ իր երեկոյան ուղերձում ասել է, որ արդեն 1 ամսից ավելի է, ինչ Ուկրաինան համաձայնել է ամբողջական եւ անվերապահ հրադադարի ամերիկյան առաջարկին, մինչդեռ Ռուսաստանը հրաժարվել է եւ շարունակում է պատերազմը։ И вже 34 дні зберігається. Արդեն 34 օր Ռուսաստանը բացահայտ հրաժարվում է հրադադարից։ Հիմա ինչպես տարիներ շարունակ Պուտինը կենտրոնացած է պատերազմը, սպանությունները շարունակելու վրա։ Путін зосереджений на продовженні війни. Իսկ ռազմական դրությունն այս ընթացքում մնում է լարված, ռուսական զինուժը երեք կրկին հրթիռակոծել է ուկրաինական Սումի քաղաքը, ի տարբերություն Կիրակի օրը 35 մարդու կյանք խլած հարվածի, 3 խաղաղ բնակիչներ չեն տուժել։ Ուկրաինական կողմն իր հերթին անօթաչուներով զանգվածային հարձակում է գործել ռուսական Կուրսկի վրա, կա 1 զոհ, 9 վիրավոր, վնասվել է 24 բազմաբնակարան շենք։ Միխայիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցով Ադրբեջանում է։ Առաջիկայում ակնկալվում է Կավելաշվիլի այցը Երևան։
Ոչ չափից ավելի լավատես, ոչ հորետես Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին առաջին անգամ մեկնաբանել է Վաշինգտոնի հետ բանակցությունները։ Մեջբերում եմ Միացյալ Նահանգների դիրքորոշման առումով ես խիստ հորետես եմ, սակայն վստահ եմ իրանցի բանակցողների կարողությունների վրա, նշել է Խամենեին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խոսքով սկզբնական փուլում բանակցությունների մեջ մտնելու որոշումը լավ արդյունք է տվել, բայց անգամ դրանից հետո հարկավոր է շատ ուշադիր լինել, որովհետև թե մեր, թե հակառակ կողմի կարմիր գծերը շատ հստակ են, ասել է։ Իտալական Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր հայտարարել է, որ որպես ֆուտբոլիստ կարիերան կարող է ավարտել արդեն այս մրցաշարի ավարտին։ Գուցե դեռ 1-2 տարի ունեմ խաղալու, բայց հնարավոր է նաև սա վերջին մրցաշրջանը լինի ինձ համար, նշել է հայ կիսապաշտպանը, ում պայմանագիրը Ինտերի հետ ավարտվում է 2026-ի ամռանը։ Մխիթարյանը Ինտերին միացել է 2022-ի ամռանը, թիմի հետ անցած մրցաշրջանում նվաճելով Իտալիայի չեմպիոնի կոչում, ինչպես նաև սուպեր գավաթն ու գավաթը։ Posso dire che una delle stagioni più difficili. Սա ամենաբարդ մրցաշրջաններից է։ Ապրիլի կեսն է, մենք պայքարում ենք 3 ճակատով՝ Չեմպիոնների լիգա, Ասերիա եւ Իտալիայի գավաթ։ Բայց ինձ համար ուրախություն է իմ կարիերայի այս կետին հասնելը, քանի որ սա կարող է այլևս չկրկնվել։ Շատ ուրախ եմ այստեղ Ինտերում խաղալու համար։ Però vedremo domani se arrivano a fare quello tutti insieme o no. Շարունակեք հետևել լուրերին այցելելով azatutun.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել։ Հաջողություն։